Ասում են, եթե ցանկանում ես մի բան, որ նախկինում չես ունեցել, ուրեմն պետք է անես մի բան, որ նախկինում չես արել։ Մի վախեցեք մեծ երազանքներից, բացարձակ կապ չունի ով ես դու, ինչ մասնագիտություն ունես կամ կին ես, թե տղամարդ։ Դուք կարող եք աշխարհին ցույց տալ, որ անհնարին ոչինչ չկա։ Միայն պետք է հասկանալ, նպատակին հասնելու համար ինչի եք պատրաստ։ Կան վայրեր, որոնք հնարավոր չէ երևակայել, դրանք պետք է պահպանել։ Քանի որ ժայռերի, խորը կիրճերի և հազարամյա պատմություն կրող քամիների մեջ ապրում է ամենահարուստ կենսաբազմազանությամբ արգելոցը, և սա Խոսրովի անտառ պետական արգելոցն է։ Խոսրովի անտառ պետական արգելոցը հարուստ է իր կենսաբազմազանությամբ։ Այստեղ ընդամենը մոտ 23,000 հեկտար տարածության վրա հանդիպում են շուրջ 1800 տեսակի բարձրակարգ բույսեր, որը եզակի է ոչ միայն տարածաշրջանի, այլ աշխարհի համար։ Ամբողջ Կովկասյան էկոտարածաշրջանում առկա է մոտ 6000 տեսակ, որոնցից մոտ 1/3-ը հանդիպում է այստեղ։ Նախքան այստեղ մտնելը պետք է հիշել, որ արգելոցը զբոսայգի չէ և զբոսաշրջային տարածք չէ։ Արգելոցը մի տարածք է, որտեղ բնությունը պահպանվում է իր նախնական և անաղարտ տեսքով։ Այստեղ պետական պահպանության տակ են գտնվում հազվագյուտ բույսերը, կենդանիները, գետերը, հազարամյակների ընթացքում ձևավորված էկոհամակարգերը։ Բայց մշակված են սահմանափակ երթուղիներ, որոնցով հնարավոր է քայլել և տեսնել արգելոցի տեսարժան վայրերը։ Խոսրովի անտառի հայկական պատմական վկայություն է Հավուց Թար վանական համալիրը, որը խորհրդանշում է հայոց աշխարհի մշակութային վառ անցյալը։ Այն եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական և մշակութային կենտրոններից։ Հիշատակվում է վաղ միջնադարից 1013 թվականից։ Գրիգոր Մագիստրոս Փահլավունին կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Վանքը վերելք է ապրել 12-ից 14-րդ դարերում։ Բավական վնասվել է 1679 թվականի երկրաշարժից, իսկ 1840 թվականին ակոռի երկրաշարժի ժամանակ էապես տուժել է։ Կարմերադեմ վանքը 13-րդ դարում դարձել է Արարատյան աշխարհի խոշոր կրթամշակութային կենտրոնը։ Ուներ երաժշտական ուղղությամբ դպրոց, գրչության կենտրոն։ Ձեռագրերից հնագույնը, որը կազմվել է վանքում, թվագրվում է 1214 թվականով։ Խոսրովի արգելոցի ժայռերի արանքում թաքնված է մի ջրվեժ, որը կրում է Հայաստանի ամենահին աստվածներից մեկի՝ Վահագնի անունը։ Դե գիտեք, որ Վահագը հին հեթանոսության մեջ պատերազմի, կայծակի և կրակի աստվածն էր։ Հայերը իրենց տղաներին շատ են անվանում Վահագն, և զարմանալի չէ, որովհետև այդ անունը իր մեջ կրում է արիություն, ուժ և կրակ։ Նրան անվանում էին վիշապաքաղ, խավարի ու քաոսի դեմ պայքարող։ Ավանդության համաձայն հենց Վահագն էր իջել ստորգետնյա աշխարհ, երբ վիշապը առևանգել էր աստղիկին և նրա հետ աշխարհից անհետացել էին սերը, գեղեցկությունն ու ջերմությունը։ Միայն Վահագնի հաղթանակից հետո կյանքը կրկին վերադարձավ երկիր։
Արգելոցի արդեն երկար տարիների հիմնական բնակիչ է դարձել պարսկական կամ առաջավորասիական ընձառյուծը նեոն։ Կատվազգիների ընտանիքին դասվող շքեղ այս կենդանի հազվադեպ հանդիպող գիշատիչ է, զգուշավոր, լավ տեսողությամբ, լսողությամբ և օտարությամբ։ Առավելապես ակտիվ է գիշերը և վաղ առավոտյան։ Մեկ ցատկով կարող է մինչև 6 մետր բարձրություն հաղթահարել։ Յուրաքանչյուր ընձառյուծի մորթու բծերի նախշը յուրահատուկ է, ինչպես օրինակ մարդու մատնահետքը։ Երբեմն մեկ ընձառյուծը կարող է վերահսկել տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր անցնող տարածք։ Վահագնի ջրվեժից ոչ հեռու խիտ կանաչ ու խոնավ ժայռերի մեջ ծնվում է մեկ այլ ջրվեժ՝ աստղիկը։ Հին Հայաստանում աստղիկը սիրո, գեղեցկության և ջրի աստվածուհին էր։ Նրա անունը նշանակում է փոքր աստղ։ Ավանդույթի համաձայն հենց այստեղ էր աստվածուհին լողում լեռնային մաքուր ջրերում, թաքնվելով կիրճերի մառախուղի մեջ։ Որպեսզի մարդիկ չտեսնեին նրան, լեռները պատվում էին խիտ մշուշով ու թանձր ամպերով։ Ի տարբերություն խաղաղված Վահագնի, աստղիկը հոսում է փոթորկված։ Միայն այստեղ կարելի է հասկանալ, որ բնությունը իր շնչառությունը փոխել է։ Այս լեռները Հայաստանի ամենայուրօրինակ բնական անկյուններից են։ Սա պարզապես արգելոց չէ, այլ բնության կենդանի լաբորատորիա, որը պահպանվել է գրեթե իր նախնական տեսքով։ Հանդիպում են հազարամյակների ընթացքում ձևավորված էկոհամակարգեր։ Այստեղ խաղաղ ու հաշտ ապրում են հազվագյուտ ու էնդեմիկ բույսեր, որոնք հանդիպում են միայն Հայաստանում։ Արգելոցը պարզապես գեղեցիկ վայր չէ, չի կարելի աղմկել, աղբ թողնել, նախատեսված արահետից դուրս գալ, մոտենալ կենդանիներին, եթե անգամ նրանք շատ մոտ են։ Այստեղ պետք է հարգել բնությունը, հարգել լռությունը և հարգել այն էկոհամակարգը, որը ստեղծվել է հազարամյակներ մեզնից առաջ։ Այստեղ են ապրում նաև բեզոարյան այծեր, գայլեր, լուսաններ, գորշ արջեր, իսկ երկնքում սավառնում են հազվագյուտ գիշատիչ թռչուններ՝ սպիտակագլուխ անգղ, սև անգղ, գառն անգղ, ինչպես նաև քարակաքավ, թիթեռների բազմաթիվ տեսակներ, սողուններ, բայց արգելոցի ամենազարմանալի կողմը թերևս մոգական լռությունն է, այն լռությունը, որտեղ լսվում է բնության շնչառությունը։ Կհասնեք, թե ինչ եմ անում այս ծառի կողքին, ծանոթաց է, գիհին է։ Մշտադալար ծառատեսակ, որը շատ լավ ընտելացել է Հայաստանի լեռնային կլիմային։ Հետաքրքիրն այն է, որ նա աճում է դանդաղ, բայց առանձնահատկություններից այն է, որ կարողանում է դիմանալ ցանկացած եղանակային պայմաններին։ Այս ծառի վրա է բնադրում սև անգղը, որը միայն կարող եք տեսնել արգելոցի տարածքում և համարվում է կարմիր գրքյան տեսակ։ Հայաստանի թունավոր օձերը 4-ն են, 4-ն էլ իժերի ընտանիքից, դրանք են հայկական իժ, լեռնատափաստանային իժ, դարևսկու իժ և գյուրզա։ Վայրի բնության մեջ օձերի հետ հանդիպումը հազվադեպ, սակայն հնարավոր երևույթ է, հատկապես տաք շրջաններում։ Անվտանգության գլխավոր կանոնը կանխարգելումն է։ Օձերը սովորաբար առաջինը չեն դրսևորում ագրեսիա և խուսափում են մարդուց։ Քարքարոտ տեղանքով տեղաշարժվելիս խորհուրդ է տրվում կրել փակ կոշիկներ և ամուր հագուստ, հատկապես բարձր խոտածածկ տարածքներում կամ քարերի միջև, որտեղ օձերը կարող են գտնվել հանգստի վիճակում։ Չի կարելի ձեռքով շրջել քարերը կամ նայել բներում։
Հենց նման գործողություններն են հաճախ հանգեցնում պատահական հանդիպումների։ Եթե օձը հայտնվում է ճանապարհին, անհրաժեշտ է կանգ առնել, խուսափել կտրուկ շարժումներից եւ դանդաղ հեռանալ, պահպանելով հեռավորությունը։ Կարևոր է հիշել, օձին վախեցնելու կամ քշելու փորձը կարող է առաջացնել պաշտպանական արձագանք։ Էկոհամակարգում օձերը կատարում են կարևոր դեր, կարգավորելով կրծողների քանակը եւ պահպանելով բնության հավասարակշռությունը։ Ուստի անվտանգ վարքը վայրի բնության մեջ առաջին հերթին նշանակում է հարգանք նրա օրենքների նկատմամբ։ Գորշ արջը Հայաստանի ամենախոշոր գիշատիչ կենդանիներից է։ Չնայած մեծ չափերին, նա հաճախ խուսափում է մարդկանցից ու հիմնականում մարդուն տեսնելիս հեռանում է։ Արջերը ամենակեր են, ուտում են ոչ միայն միս, այլ նաև հատապտուղներ, խոտաբույսեր, մեղր, ընկույզ, միջատներ ու նույնիսկ սունկ։ Նրանք ունեն շատ ուժեղ խոտառություն, կարող են սնունդը զգալ մի քանի կիլոմետր հեռավորությունից։ Հեքիաթներից մեզ հայտնի մեղրակեր արջը սիրում է մեղր ոչ միայն քաղցրի համար, այլ նաև կալորիականության։ Ձմռանը մտնում են քուն, բայց դա լրիվ խորը քուն չէ։ Վտանգի դեպքում կարող են արթնանալ։ Փոքրիկ արջուկները ծնվում են շատ փոքր, մոտ 300-ից 500 գրամ, բայց հոգատար մայրիկը մինչև նրանց որս անելը խնամում է իր ձագուկներին։ Արգելոցի թիթեռների և բազմատեսակ միջատների մոտ 1500 տեսակ սերտորեն կապված են բուսական աշխարհի հետ։ Նրանց մեծ մասը կախված է կոնկրետ սննդային բույսերից։ Գիտական տեսանկյունից նրանք համարվում են էկոհամակարգի կարևոր կենսացուցիչներ։ Նրանց առկայությունը ցույց է տալիս միջավայրի վիճակը, խոնավության մակարդակը և կլիմայական փոփոխությունները։ Հայաստանի լեռների սրտում խորը կիրճը և հրաբխային լանդշաֆտների միջով հոսում է երկրի ամենագեղատեսիլ գետերից մեկը՝ Ազատը։ Սկիզբ առնելով Գեղամա լեռնաշղթայի լանջերից, այն անցնում է Խոսրովի անտառպետական արգելոցի տարածքով, սնուցելով և ձևավորելով այս բացառիկ բնական աշխարհը։ Ազատ գետը ոչ միայն ջրի աղբյուր է արգելոցի համար, այլև նրա բնապատկերի գլխավոր ճարտարապետը։ Հազարամյակների ընթացքում գետը կերտել է խոր կիրճեր և դժվարամատչելի ձորեր, ստեղծելով կենսաբազմազանության համար բացառիկ պայմաններ։ Ազատ գետն ու Խոսրովի արգելոցը միասին պատմում են բնության և ժամանակի մի պատմություն, որտեղ ջուրը, ժայռը, անտառն ու կենդանական աշխարհը հազարավոր տարիներ շարունակ գոյակցել են, պահպանելով Հայաստանի վայրի բնության ամենաթանկ անկյուններից մեկը։ Խոսրովի անտառպետական արգելոցը բնության պահպանվող պարզապես տարածք չէ։ Այն երկրի եզակի կենսաբազմազանության կենդանի պահոցն է, բայց այս վայրի նշանակությունը դուրս է գալիս հայտնի սահմաններից, քանի որ արգելոցը ազգային ինքնության մի մաս է, կապ անցյալի ավանդույթների, բնության և ներկա ժամանակի միջև։